Խաղաղություն, սիրելի Աստծո ժողովուրդ, փառք Տիրոջը, տարին ավարտվում է, վերջանում է 25 թիվը 2000, որոշների համար իրանց կյանքից մի տարի էլ է պակասում, որոշներիս համար էլ մենք մի տարով էլ ենք մոտենում մեր Փրկչի Տեր Հիսուսի երկրորդ գալուստին։ Հիմա ամեն մեկս թող մեր ներսում այդ գնահատականը տանք։ Մենք որ խմբի մեջ ենք մտնում, առաջի խմբի մեջ, որ մեր կյանքից պակասեց, թե երկրորդ խմբի մեջ, որ մի տարով էլ մոտենում ենք մեր Փրկչի երկրորդ գալուստին։ Ու հիմա ինչպիսի վիճակի մեջ ենք, եղբայրներ քույրեր, կոնկրետ հիմա ասենք, այս տարեմուտի ժողովն է, վերջի ժողովն է, ես վերջում կներկայացնեմ նոր տարվա ժողովների ցանկը, ունդեք կսվի կնայեք, ուղղակի եթե հենց հիմա Տերը կա, ինչ վիճակի մեջ մեզ պետք է գտնի, Աստված թող օրհնի, անկեղծանանք Տիրոջ առջև, որ եթե գոնե այս տարվա մեջ անկեղծ չենք եղել մինչև հիմա, գոնե այս վերջի ժողովին անկեղծ լինենք, որ Տիրոջ ողորմությունը վայելենք։ Ուրեմն երկու վիճակ հնարավոր է լինի մարդու կյանքում։ Ես սկզբից բացասականը ասեմ, հետո դրականը կասեմ։ Սկզբից բացասականը, որ մարդը հոգևորապես չի աճել, կամ ոնց որ տարվա սկզբում էր, մինչև հիմա էլ նույնն է։ Ոչ մի բան իր կյանքում չի փոխվել, գալիս է ժողովների, գնում է ժողովներից, ընկած է այդ հավատացյալների ոսանքի մեջ, իրանց հետ գնում ու գալիս է, բայց կյանքի փոփոխություն չի եղել, հրաշք չի եղել, ոչ մի բան իր կյանքում չի ավելացել հոգևոր առումով։ Ինչպես այդ մասին ընթերցում եմ Երեմիա մարգարեության 8-րդ գլխի 18 խոսքից, Երեմիա մարգարեության 8-18-ից։ Զվարթությունը ստրտմության մեջ է, սիրտս ինձանում նվաղել է, ահա իմ ժողովրդի աղջկա ձայնը, հեռու երկրից, Տերը Սիոնումը չէ, կամ նրա թագավորը նրանում չէ, ինչու համար ինձ բարկացրին իրանց կուրքերովը, ու տար ունայնություններովը։ Խնդրում եմ լսենք ուշադիր հետագա համարները։ Հունձքը անցավ, ամառը վերջացավ, բայց մենք չփրկվեցինք։ Իմ ժողովրդի աղջկա վերքի պատճառով կոտրտվեցավ իմ խավարված եմ, սոսկումը բռնել է ինձ, բալասան չկա Գաղգաթայում, կամ բժիշկ չկա այնտեղ, ապա ինչու համար առողջություն չգտավ իմ ժողովրդի աղջիկը։ Ափսոսանքով է լրիվ ասում, հունձքը անցել է, ամառը վերջացել է, բայց մարդը մնաց դա նույնը, էլի չի փրկվել, նույն վիճակում է։ Ասում եմ, թե Գաղգաթայում բալասան չկա, դեղ ու դարման չկա, որ այդ մարդը բժշկվի, բայց ինչու իմ ժողովրդի աղջիկը առողջություն չգտավ եւ բժշկություն չեղավ իրան, ի՞նչն է պատճառը։ Սիրելի եղբայրներ քույրեր, ամբողջ տարվա մեջ միթե այստեղից Հիսուս Քրիստոսի փրկության ավետարանը չի քարոզվել է, բայց ինչու մարդու կյանքում փոփոխություն չի եղել, պատճառն ի՞նչն է։ Ինչի, ասենք որոշների կյանքում եղել է այդ փոփոխությունը, հրաշք է եղել, մարդը վերստին ծնվել է, իսկ մյուսների կյանքում ոնց եղել են ընթացել մնացել է, ոչ մի փոփոխություն չի եղել իրանց կյանքում, պատճառն ի՞նչն է։ Պատճառը այն է, որ մենք սիրելի ժողովուրդ ջան, եղբայրներ քույրեր, մենք հիմա ոչ թե հին ուխտում ենք, այլ նոր ուխտում ենք եւ նոր ուխտի մեջ, նոր ուխտը հին ուխտից ինչով է տարբերվում։ Հին ուխտի հիմնական ուղղվածությունը ուղղված էր մարդու դրսի գործողություններին, արարմունքներին եւ այլը, բայց նոր ուխտը ուղղված է մարդու ներքնաշխարհին։ Աստված ուզում է մարդու ներքնաշխարհը փոխի, Աստված ուզում է մարդու բնությունը փոխի եւ այդ ես ինչի համար ափսոսանքով ասեցի, որ ամբողջ տարին քարոզվել է Հիսուս Քրիստոսի ավետարանը ու փոփոխություն չկա, պատճառն ի՞նչն է, պատճառը, որ այդ մարդը իր սիրտը գոց է թողել, փակ է թողել Աստծո շնորհի առջև։ Այդ մասին անգամներ ընթերցվել է, ես նորից եմ ուզում ընթերցել այդ համարը Եզեկիել մարգարեության 36-րդ գլխի 25 խոսքից։ Եզեկիել 36:25-ից։ Ես ձեզ վրա մաքուր ջուր պիտի սրսկեմ։ Մաքուր ջուրը ավետարանի խոսքն է, փրկության խոսքն է, որ ամբողջ տարին սրսկվում է։
Եվ ցես մաքուր ջուր պիտի սրսկեմ եւ մաքուր պիտի լինեք եւ ձեր բոլոր բխսություններից ձեր բոլոր կուրքերից պիտի մաքրեմ ցես եւ ես ցես նոր սիրտ պիտի տամ եւ նոր հոգի պիտի տնեմ ձեր միջումը եւ պիտի վերառնեմ ձեր մարմնից քարեղեն սիրտը եւ ցես մարմնեղեն սիրտ պիտի տամ եւ իմ հոգին պիտի տնեմ ձեր միջումը եւ պիտի անեմ որ իմ օրենքների մեջ վարվեք եւ իմ դատաստանները պահեք եւ նրանց կատարեք Հարթիրոջ եղբայրներ քուրեր Աստված ամեն բան անում է ամեն բան էստեղ մաքուր ջուրաստրեսքում մարդուս բխսություններից մաքրում է նոր սիրտ տալի որտեվ հին սրտով մարդը չի կարող Աստծուն պաշտի Ադամի ժառանգած բնությունով մենք չենք կարող Աստծուն պաշտել եւ այդ սիրտը վերանորոգման կարիք չունի սիրտը պետք է փոխվի Աստված նոր սիրտ է տալիս վերստին ծնունդ է տալի մարդուն եւ ոչ միայն դա այլ նաեւ իր հոգին է տնում այդ մարդու մեջ Սուրբ Հոգով մկրտում է եւ ամենավերջում էլ ասում է եւ պիտի անեմ իր շնորհքի ճոխությունը եւ պիտի անեմ որ իմ օրենքների մեջ վարվեք եւ իմ դատաստանները պահեք եւ նրանց կատարեք ու ինքն է անողը դեռ ինքն է սկզբից մինչև վերջ ինքն է անում որ մենք իր օրենքների մեջ վարվենք որ մեր կյանքը փոխվի որ մենք իր հետ լինենք իրանով ուրախանա մեր սիրտը ինչպես 33 Սաղմոսի մեջ է գրված որովհետև նրանով է ուրախանում մեր սիրտը բայց քանի որ մարդու սիրտը գոց է փագ է ինքն է տարված է այս երկրավոր ժամանակավոր ունայնություններով ուղղակի չգիտես ինչ պատճառներով մասնակցում է ժողովի բայց ինքը թեպետև ստեղ է, բայց իր սիրտը ուրիշ տեղ է։ Ինքը իրականում ստեղ չի, իր մարմինն է ստեղ, բայց իր ուշքն ու միտքը ուրիշ տեղ է։ Դրա համար էլ այդ մաքուր ջուրը, որ սրսվում է ավետարանի փրկության լուրը, փրկության խոսքը, որ սրսվում է, իր համար կողքոմաստում է, իր վրա չի ազդում։ Ինքը մնում է նույն ցևի։ Աստված ողորմություն անի, որ այսօր այս վերջի ժողովին ձեր սրտերը գոչ չմնա Տիրոջ առջև։ Սիրելի Աստծո ժողովուրդ, ձեր սրտերը գոչ չմնա Տիրոջ շնորհքի առջև որովհետև ինչպես Արմեն եղբայրը նոր այդ մեծահարուստի համար ասեց, մեր մեծահարուստ պատանի համար, ուրեմն մինչև մեծահարուստ պատանին այդ խոսքը ասելը, այդ մասին գրված է Մարկոս ավետարան 10-րդ գլխի մեջ, Մարկոս ավետարան 10-րդ գլխի 21 խոսքում Մարկոս 11:21-ում գրված է Հիսուսն էլ նրան մտիկ տվավ, նրան սիրեց եւ ասեց նրան։ Նոր ասեց ինչն է պակաս իր կյանքում, եղբայրներ քուրեր։ Հիսուսը սկզբից սիրեց իրան, այդ մեծ արուստին։ Նոր ասեց ինչն է իր կյանքում պակաս։ Հիսուսը երկու բան դրեց իր առջև։ Աստծո սերը ընդունել, թե իր ունեցածով մնա։ Ինքը կարելի ասել Աստծո սերը մերժեց, իր սիրտը փակ մնաց Աստծո սիրույն ինքը նախընտրեց իր հարստությունը եւ այդպես էլ տրտմած թողեց գնաց որովհետեւ այն 10 պատվիրանները որ տվալ է Աստված առաջի 4-ը վերաբերում են մարդ Աստված հարաբերությանը սիրիչ քո Տեր Աստծուն քո բոլոր սրտով քո բոլոր մտքով քո բոլոր էությամբ եւ երկրորդ 6 պատվիրանը վերաբերում է մարդ հարաբերության մի կողացիր մի շնացիր սուտ մի խոսիր եւ այլը Հիմա այս անձնավորությունը թեպետև ասում էր մանկությունից իմ բոլոր բաները այդ պատվիրանները պահել եմ հնարավոր է ինչ-որ մարդ հարաբերության մեջ ինչ-որ հաջողությունների հասել էր բայց այն որ մարդ Աստված հարաբերության մեջ իր առաջի սրտում առաջի տեղը Աստված չէր ստեղ փաստվեց ստեղ ապացուցվեց որ Տերը իր սերը առաջարկեց բայց ինքը Տիրոջ սերը մերժեց եւ իր հարստությունը ընդունեց դրա համար էլ մնաց այդ նույն վիճակի մեջ Աստված մի արասցե սիրելի Աստծո ժողովուրդ որ մենք այդ վիճակի մեջ մնանք այսօր Աստծո սերն է կարոզում քեզ եւ քեզանից ոչ մի բան չի պահանջվում ուղղակի մնում է սիրտդ բացես իր սիրո առջև եւ հանդիպես իրան փարվես իրան ծուլվես իրան այդպես մի երգ 198 համարի երգ ես առաջարկեցի տեսնեմ երկողները երգեն որ ծուլվենք իրան եղբայրներ քուրեր իր հետ մեկանա մեր հոգին մեր սիրտը ցնցայ որ ախանա իրանով մենք իրանով բարձրանանք որ ամբողջ տարում ինքը մեզ պահել պահպանել է փառք իրան երկրորդը դրական վիճակը որ հրաշք է եղել մարդու սրտում մարդը վերստին ծնվել է հաղորդ է եղել աստվածային կյանքին եւ մեղքից հեռու կյանք է ապրում այդ մասին ես ընթերցում եմ երկրորդ Պետրոս առաջի գլխի 3-4 համարների մեջ երկրորդ Պետրոս առաջի գլուխ 3-4 համարները
Ինչպես որ նրա աստվածային զորությունը շնորհեց մեզ այն ամենը, որ կյանքի եւ աստվածաշության համար պետք է նրա գիտությունովը, որ մեզ կանչեց փառքով եւ առաքինությունով, որոնցով ամենամեծ եւ պատվական խոստումները տրված են մեզ, որ նրանցով հաղորդ լինենք աստվածային բնությանը, աշխարհի մեջ ցանկությունից եղած ապականությունից հեռու փախչելով։ Ուրեմն փառտիրոջը Աստված շնորհել է արդեն մեզ, անգամներ այդ մասին ասել է, ոչ թե հիմա է շնորհում, ոչ թե հետո է շնորհելու, անցյալ կատարյալ ժամանակով ասում, Աստված արդեն ամեն բան շնորհել է մեզ, մեր կյանքի եւ աստվածպաշտության համար, որ մեր կյանքն ու աստվածպաշտությունը իր հունով գնա, եւ ոչ միայն դա, ամենամեծ եւ պատվական խոստումներն էլ տվել է, որ նրանցով մենք հաղորդ լինենք աստվածային բնությանը եւ ըստ այդմ էլ դրա հետևանքով էլ հեռու մնանք աշխարհի մեջ եղած ապականությունից։ Թող Տերը օրհնի, լույսը գալիս է, խավարը հեռանում է։ Աստված այդ ամենը արդեն շնորհել է մեզ, այդ լույսը շնորհել է մեզ, որ մենք ընդունենք լույսը մեր մեջ եւ այդ խավարից մենք հեռու մնանք։ Տերը թող օգնական ասնի Աստծո ողորմությունը լինի, որ ոչ միայն վերստին ծնվել ենք, ոչ միայն իր հետ հաղորդ ենք, այլ մինչև վերջ էլ կարողանանք սիրելի եղբայրներ, քույրեր, հավատարիմ մնալ իրեն։ Երեք մենք Երևանում եղբայրական ժողով ունենք, եղբայրական ժողովի ժամանակ մեր ջրվեժի Ահարոն եղբայրը շատ օրհնյալ ձևով, շատ գեղեցիկ ձևով մեկնեց երկրորդ Տիմոթեոս 4 գլխի 7-8 խոսքերը, ես ընթերցեմ այդ համարը, երկրորդ Տիմոթեոս 4 գլխի 7-8 խոսքերը։ Պատերազմը պատերազմեցի, ընթացքը կատարեցի, հավատքը պահեցի, այսուհետ մնում է ինձ արդարության պսակը, որ Տերը գտա ինձ այն օրումը, արդար դատավորը, եւ ոչ միայն ինձ, այլ այն ամենին, որ սիրեցին նրա հայտնությունը։ Ես մի կարճ մեջ բերեմ եղբոր քարոզից, եղբոր մեկնությունից, ես ամբողջությամբ չեմ ուզում ասել, ընթացքի մասին, ընթացքը ինչ է, եղբայրներ քույրեր։ Ընթացքը դա այն ասպարեզն է, ինչպես Եբրայեցիս 12-ի 1-ում է գրված։ Ես ընթերցեմ Եբրայեցիս 12-ի 1-ը։ Ուստի մենք էլ, որ վկանների այսքան բազմություն ունենք մեզ շրջապատված, դենքցենք ամեն ծանրություն եւ մեզ դյուրահ պաշարող մեղքը եւ համբերությամբ վազենք մեր առաջին տրված ասպարեզի ընթացքը, մտիկ տանք հավատքի զորակլուխին եւ կատորղին Հիսուսին։ Թող Տերը օրհնի ընթացքը, այսինքն ասպարեզ էս երկրավոր կյանքն է։ Այս տարին է կարելի ասել։ Այս տարվա մեջ, ընթացքի մեջ, ասում եմ ամենակարևորը պատերազմել եմ, հավատքս պահել եմ, ընթացքս կատարել եմ ու ամենակարևորը որ մինչև վերջ ինքը հավատարիմ մնա, որ Տերը կա, իրան գտնի հավատարիմ վիճակի մեջ։ Իսկ այդ հավատարիմ մնալը ինչ է նշանակում հավատարիմ մնալ։ Դա այն է, սիրելի եղբայրներ, քույրեր, որ այս կյանքի ասպարեզում, այս մեր երկրավոր կյանքում, այս տարվա մեջ եղել են եւ լավ օրեր, եւ վատ օրեր, եղել են եւ օրհնություններ, եւ պարտություններ, եղել են եւ փորձություններ, եւ նեղություններ, եւ հիվանդանոցներ, ամեն բան պատահել է մեր կյանքում, բայց ամենակարևորը այդ ամենի մեջ մենք չշեղվենք իր ճանապարհից, մեր հայացքը Իրանից չկտրենք, ինչպես քիչ առաջ Արմեն եղբայրն ասեց։ Այդ ամենի մեջ մենք իր երեսը փնտրենք դարձյալ, ունայնությունների հետևից չգնանք, ինչպես Հովնան Մարգարեության 2-րդ գլխի 8 խոսքում, 2-րդ գլուխ 8 խոսքով Հովնան Մարգարեության ասում է, որ փուչ ունայնությունների նայողները իրենց լինելու ողորմությունը բաց են թողում։ Այսինքն, եթե մարդը հայացքը Տիրոջից կտրել է, ուղղել է փուչ ունայնություններին, այն ողորմությունը, որ Աստվածից պետք է ընդունի ինքը ինչ արում, իր ցերքից բաց է թողնում։ Եվ դրա համար Աստված թող օգնի, ոնց որ ասած այս ընթացքը, կարելի ասել մի քննաշրջան է, որ տրված է մեր առջև։ Ես հիշում եմ մեր ուսանողական ժամանակաշրջանում, որ պետք է քննությունների պատրաստվենք, այդ մի ամիսը անվանում էին սեսիա, հիմա չգիտեմ ոնց է կոչվում, այդ սեսիայի ժամանակաշրջանն է, որ Տերը քննաշրջան անցկացնում մեր մեջ, որպեսզի վերհանի մեր իրական վիճակը, ինչպիսի վիճակում ենք։ Մենք են ծույլիկ աշակերտների նման մենք ինքներս մեր օրագրում 5 ենք դնում, թե ոնց որ կանք այդպես գալիս ենք Տիրոջ առջև, ոնց որ մեր իրավիճակն է, եղբայրներ քույրեր։ Ուզում եմ տեսնել Տերը իր զավակին միշտ իր հետ, իր կողքին, որ միշտ իր երեսը փնտրի, միշտ իր անունը կանչի։ Եվ եթե մինչև վերջ
Տիրոջ շնորհքը մարդուն բացվել է, եղբայրներ քույրեր, ինքը կհասկանա, որ առանց Տիրոջ ողորմության ինքը ոչ մի բան է։ Եվ այդ առումով մենք կարող ենք հավատարիմ մնալ մինչև վերջ Իրան եւ չշեղվել ճանապարհից իր ողորմությունների շնորհիվ։ Մենք ինքներս մեզանով ոչինչ չենք կարող անել։ Այդ մասին ես ընթերցում եմ Երեմիա մարգարեության 3-րդ գլխի 20 խոսքից։ Երեմիա մարգարեություն 3-րդ գլուխ 20 խոսքից։ Լավ հիշում է իմ հոգին եւ խոնարհվում է ինձանում։ Սրանով եմ ես միտք եմ բերում, ուրեմն եւ հույս ունեմ։ Տիրոջ ողորմություններն են, որ չվերջացանք, որտեղ չպակասեցան նրա գթությունները։ Նրանք ամեն առավոտ նորանոր են։ Մեծ է քո հավատարմությունը։ Իմ բաժինը Տերն է, ասեց իմ հոգին, սրա համար նրան եմ ուսալու։ Բարի է Տերը իրան ուսացողներին, այն անձին, որ նրան որոնում է։ Փառք Տիրոջ, եղբայրներ քույրեր։ Երեմիան ասում է. լավ հիշում է իմ հոգին եւ խոնարհվում է ինձանում։ Ի՞նչն է հիշում։ Հիշում է ինքը ով էր, նախկինում ով է եղել եւ հիմա Աստված իրան ինչ է դարձրել, ով է դարձրել ու ինչ անում, խոնարհվում է իրանում, հասկանում է, որ Տիրոջ ողորմություններն են, որ ինքը ստեղ է ասել։ Եղբայրներ քույրեր, ես անգամներ այդ մասին ասել եմ, եթե Տերը 1992 թվականին մեզ չգտներ, չբերեր այստեղ, ես չեմ պատկերացնում, մենք ոնց պետք է ապրեինք։ Ես չեմ պատկերացնում աշխարհիկ մարդը առանց Աստծո, առանց հույս ունենալու այդ երջանիկ հույսը ինչով է ապրում, ինչով է ուրախանում, ինչ նպատակներ ունի, ինչ տեսիլքներ ունի, ինչ երազանքներ ունի, չէ՞։ Մեր հավատացյալներից երջանիկ հույսը որն է, որ ինչպես Առաջի Հովհաննես 3-րդ գլխի 2-3 խոսքերի մեջ է գրված, սիրելիներ, հիմա Աստծո որդիք ենք եւ տակավին հայտնված չի թե ինչ պիտի լինենք, բայց հաստատ մի բան գիտենք, որ երբ որ նա կա, նրա նման կլինենք, որտեվ կտեսնենք նրան ինչպես որ է, եւ որ այս հույսը ունի իրանում իր անձը սրբում է, ինչպես որ նա սուրբ է։ Տերը թողորնի, ես ակնարկեցի, որ այս ընթացքի մեջ, այս ասպարեզի մեջ հնարավոր է վատ օրեր, լավ օրեր, մենք չգիտենք ապագայում էլ ինչ կլինի։ Ինչ կպատահի մեզ հետ, ոչ մեկը չգիտենք, բայց մի բան հաստատ գիտենք, այդ երջանիկ հույսը Աստված Սուրբ Հոգով դրել է մեր մեջ, որ երբ որ ինքը կա, իր նման կլինենք, որտեղ նրան կտեսնենք, ինչպես որ է փառք իրան, ինքը խոստացել է ու կպայի հետ, եւ ասում ով որ այս հույսը ունի իրանում, իր անձը սրբում է, այսինքն ամեն օր ընծայվում է Տիրոջը, ամեն օր հանձնում է Տիրոջը, առավոտ կան ու խարտնանում է, ինքը Տիրոջն է հանձնում, եւ անզորացության մասին եղբայրներ քույրեր խոսքը մեր Ղարաբաղի եղբայրներից մեկը, ով որ ճանաչում ասեմ, Վարդան եղբայրը, որ Ստեփանակերտից եկել էր, մի անգամ այդպես արտահայտվեց, ասում է արտասահման գնալու համար անձը հաստատող փաստաթուղթ է պետք, իսկ երկին գնալու համար անձը ուրանալու փաստաթուղթ է պետք։ Հիմա դերը թողորնի անձը ուրանալ ամենալավ բանը սա է, որ մարդը իր վրա ինքը խաչ է քաշում, Տերը իր ամենն է։ Իր կյանքն է, ուրախությունն է, երջանկությունն է, ամեն բանի մեջ փառք իրան։ Աստված թող օգնի, Աստծո ողորմությունը լինի, որ ինչպես էստեղ Երեմիան ասում, որ Տիրոջ ողորմություններն են, որ մենք չենք վերջացել։ Եվ ամեն առավոտ նրանք նոր են, ամեն առավոտ մենք արտանում ենք, Աստված նոր ողորմություն է պատրաստում մեզ համար։ Ասում է մեծ է քո հավատարմությունը։ Մենք ինչքան էլ թուլանում ենք, ընկնում ենք, պակասում ենք եւ այլը, ինքը հավատարիմ Աստված է, իր հավատարմությունը չի վերջանում, ինքը մեծ, ասում է մեծ է քո հավատարմությունը։ Սիրելի եղբայրներ քույրեր, այդ որ ասում են լավ հիշում է իմ հոգին եւ խոնարհում է ինձանում, ես հիշում եմ եղբայրները պատմել են մի թագավոր մարդ, որ ծայր աստիճան աղքատ մարդ է լինում ընդհանրապես սկզբում, ցնցոտիններով, ասենք ծակսակ շորերով, չնայած իմ այդ ծակսակ շորերը մոդա է, չէ՞, ջահելները հետ են ակնում, չգիտես ինչի են քրչոտ շորերն են ակնում։ Ափսոսա մի հատ ակուրատնի շորակն եք։ Ինքը այդ ցնցոտիններից, այդ ծակսակ շորերից, այդ բաներից, չգիտես, Աստված ողորմություն անում, հաջողություն անում, թե ոնց է լինում, դառնում է երկրի թագավորը։ Որտեվ ասենք կյանքը փոփոխական է, ոչ մեկ իր նույն դիրքի մեջ երբեք չի մնում, անընդհատ փոխվում է։ Երբ որ դառնում է թագավոր, երբ որ իր մոտ հանդիպումներ է լինում, հանդիպումների ժամանակ ինքը մի հատ ներքսի սենյակ ունի։ Միշտ մինչև այդ հանդիպումը, ասենք որևիցե մեկի հետ, ինքը մտնում է իր ներքսի սենյակը մի 5 րոպե հետո դուրս է գալիս, նոր այդ հանդիպումը կայացնում է։ Իր այդ վազիր-նազիրը հարցնում են, էլի ասում են, «Էդ ինչ կա այդ սենյակի մեջ, էլի որ ցանկացած հանդիպման ժամանակ միշտ մտնում ես այդտեղ դուրս ես գալի»։ Ասում է,
Ես մտնում եմ այնտեղ, տանումա ցույց տալի, ասում աստեղ են իմ հին ցնցոտիներն ու այն ցակցակ շորերն է, որ ես միշտ հիշեմ, ով եմ եղել ես, Աստված ինձ ով է դարձրել, որ ես արդարի դատը երբեք չծռեմ, աղքատին չարհամարեմ, ընկածին չարհամարեմ, նեղյալին չարհամարեմ, Տերը թող օգնի Աստծո օրհնությունը լինի, որտեղ գրված է, ով որ հաստատ կանգնած է, թող իմանա, որ ընկնել էլ կա։ Էցևի մի արտահայտություն են անում, ասում են, ով որ աստիճաներով վերև է պարսանում, թող է իշնողներին բարևի, որտեղ կարող է մի օր էլ ինքը իշնի, որ իրան էլ բարևող լինի։ Եղավ Տերը թող օգնի Աստծո օրհնությունը լինի։ Ուրեմն ամենակարևորը ընթացքի մեջ հավատարիմ մնալն էր, ինչպես երեք Արոն եղբայրս մեկնում էր, եւ այդ հավատարիմ մնալու հիմնական ակունքը ինքն է։ Մեր բոլոր աղբյուրները իրանում են։ Ինքն է մեզ պահում ամեն առավոտ Փառքի Սուրբ Ամանը։ Մենք մեզանով երբեք չենք կարող այդ ծևի վիճակի մեջ լինենք։ Եվ դրա համար Տերը թող օգնի, որ անկախ ամեն վիճակների մեջ մենք իր երեսը փնտրենք, ինքը կա մեր կյանքի մեջ եւ ինքը մեզ ապրեսնի Աստծուն եւ հաճելի եւ հավատարիմ կյանք, որպեսզի գնալով մենք փոքրանանք եւ ինքը մեր մեջ աճի։ Հովհաննես Մկրտչի համար եղբայրը հիշեցրեց, որ բարձրագույն հեղինակությունն էր այդ ժամանակ, բարձրագույն հեղինակությունը Տերը երկնքից միջամտեց, Հովհաննեսին մի կողմ դրավ, ասավ դա է իմ սիրելի որդին, որին ես հավանել եմ։ Հենց Հովհաննեսը ինքն էլ է խոստովանում, ասում է ես ցես չերով եմ մկրտում, բայց իմ հետևից կգա մեկը, որ ինձանից զորավոր է, որ ես նրա կոշիկների կապերը արժանի չեմ արձակելու։ Ես արժանիք չունեմ, որ իր կոշիկները կոշկեմ կամ արձակեմ։ Եվ մի բան էլ է ասում է գնալով ես պետք է փոքրանամ, իմ հետևից եկողը պետք է բարձրանա։ Հոգևոր աճը սա եղբայրներ քույրեր։ Գնալով մեզանից ոչինչ չպիտի մնա, ինքը պետք է բարձրանա։ Եվ մենք գիտենք, որ շատ շուտով որ պետք է ապշտակություն լինի, ով է հավատում, որ շատ շուտով պետք է ապշտակություն լինի։ Երեք եղբայրներից մեկը ասում է, հիմա շատ հաճախ են խոսում երկրորդ գալուստի ապշտակության մասին, եղբայրն էլ ասում ամենաշատը ջան եղբայրն է խոսում, դե ինչ անեմ, իմ մեջ որ տրվում է, ես էլ ասում եմ, Տիրոջ գալուստը շատ մոտ է, ապշտակություն է լինելու եւ ապշտակության ժամանակ գիտես ինչի է նմանում։ Մագնիսը, որ իջեցնում ենք հողի վրա, ի՞նչն է վերցնում։ Փայտը վերցնում է, չի վերցնում։ Ցելոֆանը վերցնում է, չէ։ Թուղթը վերցնում է, չէ։ Այն ինչ որ երկաթային մասա, դա չէ վերցնում։ Այդտենց էլ, երբ որ Սուրբ Հոգին պետք է հափշտակի եկեղեցին, որտեղ Քրիստոս կյանքը կա, դա պետք է հափշտակի։ Իմանալը ուրիշ բան է, ասենք դրա մասին քարոզելը ուրիշ բան է, դրա մասին վկայելն ուրիշ բան է, բայց ունենալ այդ կյանքը բոլորովին ուրիշ բան է։ Աստված թող օգնի, որ մենք միշտ իր երեսը փնտրենք, իրանով ուրախանանք, իրան փառտանք, սիրելի եղբայրներ քույրեր, որ իրակալուստի ժամանակ, ինչպես այդ մասին գրված է առաջի Հովանու 2-րդ գլխի 28 խոսքի մեջ, առաջի Հովանու 2-րդ գլխի 28 խոսքի մեջ։ Եվ հիմա որդյակներ, կացեք նրանում, որ երբ որ նա կհայտնվի, համարձակություն ունենանք եւ չամանչենք նրա կալուստի ժամանակումը։ Տերը թող օգնի, Աստծո օրհնությունը լինի, որ մեր հայացքը միշտ ուղղված լինի իրան, ինչպես ինքն ասեց, կացեք ինձանում եւ ես ձեզանում։ Մնանք իր մեջ, իրան խնդրենք, որ ինքը մեզ պահի իր մեջ։ Հայր մեր աղոթքում ասում ենք եւ մի տանիր մեզ փորձության մեջ, Աստված ոչ թե ինքն է մեզ տանում փորձության մեջ, այլ մեր սիրտը երբեմն մեզ ուզում է մղի փորձության, մենք խնդրում ենք, որ ինքը արգելի, թույլ չտա, որ մենք մեր սրտի ուզածով գնանք ընկնենք փորձության մեջ։ Եվ դրա համար Աստված թող օգնի, ասում կացեք ինձանում եւ ես ձեզանում, խնդրենք իրան, որ ինքը մեզ պահի իր մեջ, ինչպես էստեղ գրված է, որ երբ որ ինքը հայտնվի, համարձակություն ունենանք մեր երեսները վերև բարձրացնել եւ ասել ամեն եկուր Տեր Հիսուս, որ ինքը երբ որ կա, սիրելի եղբայրներ քույրեր, մեզ ասի ապրես բարի եւ հավատարիմ ծառա, մտիր իմ ուրախության մեջ եւ հակառակը չլսվի մեզանից ոչ մեկի համար, ես քեզ բնավ չեմ ճանաչել, ինձանից հեռու գնա ով անօրություն գործող։ Տերը օգնի, որ մեր ականջներին լսվի առաջինը ապրես բարի եւ հավատարիմ ծառա, մտի իմ ուրախության մեջ։ Եվ դրա համար ինչա պետք իր անունը կանչել, իրանով ուրախանալ, ինքը լինի ամենա մեր կյանքի մեջ, ամեն բանի մեջ, եղբայրներ քույրեր։ Ինչ որ այս տարվա մեջ սայթակումներ, պարտություններ, տկարություններ, հանցանքներ, մեղքեր եղել է, խոստովանենք իր առջև, խնդրենք իր ողորմությունը, խնդրենք իր ձեռքը, որ
Այն հոգիները, այն նորա հոգիները, որ գալիս են մեր մեջ եւ ավետարանը հստակ ամբողջ տարվա մեջ մաքուր քարոզում է, եթե առ այսօր իրանց կյանքում փոփոխություն չի եղել, թող այսօր չգնան այստեղից մինչև իրանց կյանքը փոփոխություն չլինի, թող իրանց սիրտը բացեն Աստծո լույսի առջև եւ այդ լույսը կթափանցի իրանց մեջ եւ իրանց կյանքը ամբողջովին կվերափոխվի։ Եվ բոլոր նրանքս էլ, որ արդեն վերստին ծնված ենք, իր զավակներն ենք, ապրում ենք իրանով, եթե տկարացել ենք, ինչպես գրված է, հոգով սկսեցիք մարմնով վերջանում եք, եթե տկարացել ենք հավատքի մեջ, սայթակել ենք, ընկել ենք, խնդրենք իրանից, որ իր ձեռքը վերցնի մեզ, բարձրացնի, որ իր երեսին կարողանանք համարձակ նայել եւ ասել ամեն երկուր Տեր Հիսուս։ Տերը թող օգնի, ինքը բարձրանա, ինքը փառավորվի հավիտյան, ամեն։ Մինչև վերջի աղոթքը մի